Հրապարակը գրում է. դեկտեմբերին մեր ձևով շարժումը հայտարարել էր, որ հունվարին պարզ կլինի, թե ով է լինելու վարչապետի իրենց թեկնածուն։ Երեք շարժումն իր տնտեսական ծրագիրը հրապարակեց, պանելային քննարկում անցկացրեց եւ շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ասուլիս տվեց, սակայն դարձյալ չհրապարակվեց թեկնածուի անունը։ Հայտարարվեց, որ փետրվարի 12-ին ուժեղ Հայաստան կուսակցության հիմնադիր համագումարի օրը կհայտարարեն վարչապետի թեկնածուի անունը։ Նարեկ Կարապետյանը հավելեց նաեւ, որ վաղուց են որոշել թեկնածուին։ Ըստ ամենայնի թեկնածուն կլինի Նարեկ Կարապետյանը, որն արդեն հասցրել է լայն ճանաչում ձեռք բերել եւ հանրության համակրանքը նվաճել։ Ժողովուրդը գրում է. դատավորներին պատերի տակ վնգստացող անվանած Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչներին դատական անկախությունը, որը անգամ տեսականորեն կարող է որևէ դատարանի որևէ դահլիճում դրսևորվել, հանգիստ չի տալիս։ Այսօր խորհրդարանում քվեարկվելու է շատ վաղուց շրջանառվող ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով ակնհայտորեն սահմանափակվում են դատավորների անկախության երաշխիքները։ Մասնավորապես, նոր նախագծով առաջարկվում է դատավորների նկատմամբ վարույթ հարուցելու համար ընդամենը 4 կողմ ձայն 11 անդամից։ Իրավունքը գրում է. պարզվում է գնալով եկեղեցու դեմ արշավի սաստկացումը հունից հանում է հատկապես կառավարության անդամներին եւ մարզպետներին։ Սարքելա մեզ հավատացյալ, ամեն կիրակի բան ու գործներս թողած, այս եկեղեցուց են մեկն ավազացնում։ Ըստ կառավարության մոտ կանգնած աղբյուրների, այսպես են սրտնեղում իրար մեջ նախարարներն ու փոխնախարարները։ Հրապարակը գրում է. Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նախկին պետ գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը 2025 թվականի օգոստոսի վերջին դիմել է ՀՀ վարչական դատարան եւ հայց է ներկայացրել ընդդեմ ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության։ Ըստ հայցադիմումի ՀՀ-ՆԳՆ ոստիկանության բարեկային ծառայության աշխատակիցները նրան տուգանել են 10,000 դրամով եւ բալային համակարգով նրա ավարորդական իրավունքից հանել են տուգանային 1,5 միավոր։ Թերթը տեղեկացել է, որ գեներալ-մայորը դատարանում հաղթանակ է տարել ներքին գործերի նախարարության նկատմամբ։ Դատավոր Մհեր Պետրոսյանն ամբողջությամբ բավարարել է հայցը, անվավեր ճանաչելով բարեկների որոշումը։ Հրապարակը գրում է. ՔՊ-ում ըստ ամենայնի որոշել են պատգամավոր Հայկ Սարգսյանին ոչ միայն գծերից գցել, մերժել պատգամավորական թեկնածության հայտը, այլև իրավական գործընթաց սկսել նրա նկատմամբ։ Թերթը տեղեկացել է, որ Հովիկ Աղազարյանի գործով դատական վերջին նիստի ժամանակ մեղադրող դատախազը հնչեցրել է նաև Հայկ Սարգսյանի անունը։ Մասնավորապես ոչխարների վերաբերյալ կաշառքի հայտնի գործով նիստին հեռախոսային խոսակցությունների վերծանություն է ներկայացրել դատարանում, որտեղ ոչ այնքան Աղազարյանի անունն է հիշատակվել, որքան Հայկ Սարգսյանի։ Պարզվում է գործող անցնող Սլավիկ Կարապետյանն իր աներոջ Աշոտիկ Կամավոսյանի հետ հեռախոսազրույցում հիշատակել է շիշ բռնողի անունը, ասել, որ Սլավիկ Պողոսյանի հետ գնացեք, Սևանում Աղազարյանի հետ հանդիպեք, ապա հավելել է, որ շիշ բռնողն էլ է այդտեղ լինելու։ Նախկինում ոչխարների թեմայով ինքն է զբաղվել։ Ժողովրդի լավատեղյակ աղբյուրները փոխանցել են, որ այս օրերին իշխող ՔՊ կուսակցությունում իսկական մրցավազք է սկսվել։ Բանն այն է, որ ՔՊ-ականները պետք է շատ ակտիվ աշխատեն իրենց ռեյտինգի վրա, որպեսզի կարողանան կուսակցական 1000 պատվիրակներից ձայներ հավաքել։ ՔՊ-ականները տարբեր մարզերում պետք է ՔՊ ակտիվին համոզեն, ձայներ տալ իրենց։ ՔՊ ցուցակում ընդգրկվելու համար ՔՊ-ականները պետք է 1000-ից մոտ 400-500 ձայն հավաքեն։